Ինչու աղոթել, եթե Աստված արդեն գիտի մեր կարիքները։ Եթե Աստված ամենագետ է եւ արդեն գիտի մեր կարիքները, ինչու աղոթենք։ Եթե նա արդեն գիտի մեր խնդիրներն ու դժվարությունները, իմաստ ունի նրան կրկին հայտնել այն, ինչը նա արդեն գիտի։ Այս հարցը տրամաբանական է թվում, բայց Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ աղոթքը միայն խնդրանքի համար չէ, այլ ավելի խորը նշանակություն ունի։ Եկեք դիտարկենք մի քանի կարևոր պատճառ, թե ինչու պետք է աղոթենք, նույնիսկ եթե Աստված արդեն իսկ գիտի մեր կարիքները։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ աղոթքը դա միայն խնդրել եւ ստանալ չէ, այլ հարաբերություն Աստծո հետ։ Երբ աղոթք անեք, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ Արդ մի նմանվեք նրանց, որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ Երբ մենք աղոթում ենք, մենք պարզապես ցանկություն չենք ներկայացնում Աստծուն, այլ զարգացնում ենք մեր հարաբերությունները նրա հետ։ Մենք չենք աղոթում միայն, որպեսզի Աստված մեր խնդրանքները կատարի կամ համապատասխանեցնի մեր ուզածին։ Շատ մարդիկ կարծում են, որ աղոթքը պետք է փոխի Աստծո որոշումները, բայց իրականում աղոթքը մեզ է փոխում, որպեսզի ավելի լավ հասկանանք Աստծո ծրագիրը։ Օրինակ, երբ երեխայի հայրը գիտի, թե ինչն է լավագույնը իր զավակի համար, բայց դեռ սպասում է, որ երեխան մոտենա եւ խոսի իր կարիքների մասին, այդ խոսակցությունն օգնում է երեխային հասնել հասունության, ոչ թե փոխել հոր միտքը։ Երբ մենք աղոթում ենք, մենք համաունչ ենք դառնում Աստծո կամքին։ Աղոթքը նաև փոխում է մեր հոգեվիճակը։ Աղոթքը հոգևոր գործողություն է, որը ոչ միայն մեր զգացմունքներն է ուղղորդում, այլև տալիս է Աստծո ներկայության խոր վերապրում։ Ուիլյամ Լեյն Քրեյգ։ Երբ մենք աղոթում ենք, մենք խորը հոգևոր խաղաղություն ենք ստանում։ Որևէ բանով մի մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով, գոհաբանությամբ հանդերձ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպայի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Այսինքն, երբ մենք աղոթում ենք, Աստծո խաղաղությունը պահպանում է մեր սրտերն ու մտքերը։ Օրինակ, երբ որևէ բան է մեզ անհանգստացնում, մենք կարող ենք կամ շարունակել դրա մասին անհանգստանալ, կամ աղոթքով Աստծուն վստահել։ Աղոթքը օգնում է մեզ ազատվել անհանգստությունից եւ զգալ Աստծո խաղաղությունը։ Եթե Հիսուսը Աստծո որդին տեսնում էր աղոթքի անհրաժեշտությունը, ապա որքան ավելի մենք պետք է աղոթենք։ Թիմ Կելլեր։ Հիսուս Քրիստոսը լինելով ամենակարող Աստված եւ Աստծո 3 անձերից մեկը, երկրի վրա աղոթում էր հարաբերության մեջ մտնելով հոր հետ, ինչը նույնպես հաստատում է, որ աղոթքը լոկ խնդրանքներ ուղղել ու պատասխաններ ակնկալելը չէ, այլ Աստծո հետ հարաբերություն ունենալը։ Եթե Հիսուսն ինքն աղոթում էր, ապա որքան ավելի պետք է մենք աղոթենք։ Աղոթքը նաև մեր հավատքի արտահայտությունն է, բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Աղոթքը մեր հավատքի գործողությունն է։ Եթե մենք վստահում ենք Աստծուն, ապա կխոսենք նրա հետ։ Եթե մենք չաղոթենք, ապա դա կարող է ցույց տալ, որ իրականում չենք հավատում, որ նա մեր հայրն է կամ որ նա հոգ է տանում մեզ համար։ Օրինակ, երեխան իր ծնողից ինչ-որ բան է խնդրում ոչ թե որովհետև չի վստահում, այլ որովհետև հավատում է, որ ծնողը հոգ կտանի իր մասին։ Աղոթքն արտահայտում է մեր վստահությունը Աստծո հանդեպ։